Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում է Անտապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մեր քննարկումը փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հետ է։ Ողջունում եմ պարոն Մանասյան մեր տաղավարում եւ քանի որ մենք նախընտրական շրջանում ենք, մի քանի օր է մնացել ընտրություններին, ինձ հետաքրքիր է ձեր դիտարկումները որպես փիլիսոփա այս քարոզարշավի վերաբերյալ եւ ընդհանրապես ընտրությունների բովանդակության վերաբերյալ։ Ես կխնդրեի ձեր վերլուծություն ներկայացնել, հետո մենք միասին կքննարկենք ընտրությունների տարբեր կողմերը։ Համեցեք։ Սիրով, իհարկե շատ պատասխանատու հարց է, որպես իմաստասեր խոսել ընտրությունների մասին, որը ըստ էության մեզ ոչ թե սովորական ընտրություններն, այլ քաղաքական ուղղության, քաղաքական հետագա քայլերի ընտրություններ են։ Եթե մենք մեծ պաստառի վրա Հայաստանը աշխարհի մի մասն է եւ աշխարհում տեղ ունեցող բոլոր գործընթացները այսպես թե այնպես կապված են մեզ հետ եւ դրա ցուցիչներից մեկը այսօրվա այն եղավ, որ բարձրացվեց, որ Հայաստանը հենց գտնվում է գլոբալ procesների կիզակետում, էլ Հնդկաստան, էլ Չինաստան, էլ Ֆրանսիա, էլ Ամերիկա, բոլոր Միացյալ Նահանգներ, այսինքն բոլորը հետաքրքրված են այս փոքրիկ երկրով, ինչը խոսում է, որ մենք գլոբալ հավասարակշռության գոտում ենք գտնվում, այսինքն սա այն կետն է, որի խախտումը կարող է առաջ բերել շատ վատ հետևանքներ շրջապատի համար։ Ինչ վերաբերում է մեր վերաբերմունքին այս ընտրությունների կապակցությամբ, պիտի ասեմ, որ ավելի շատ տարված ենք քարոզարշավով եւ ավելի քիչ ենք խոսում այն հիմնարար պայմանների մասին, այն գործոնների մասին, որոնց աշխարհում, որոնց համատեքստում մենք ընտրություններ ենք անում, այսինքն այն գլխավոր հիմնարար գործոնները, որոնց պայմաններում ենք գործում ենք, մենք կարգին չենք իմաստավորում։ Ուղղակի ընտրության իշխանության գրավման այս գիրքը ծածկում է այդ բոլոր հարցերը, բայց ինչ նկատի ունեք, ես կխնդրեի ավելի մանրամասնել այդ հարցը։ Բայց դա շատ էական է եւ մենք այդ աշխարհում ենք գտնվում եւ այն աշխարհը, որում մենք հայտնվել ենք, դա ոչ թե մի 100 տարի առաջ եղած կամ նույնիսկ 50 տարի առաջ եղած աշխարհն է, այլ տեղեկատվական դարաշրջան մտած գլոբալ տեղեկատվական դարաշրջան մտած մարդկությունը ապրում է ինքը ամբողջության մեջ վերցրած ապրում է դարձյալ ապագայի ընտրության փնտրտուքի մեջ է եւ դա տեղի ունենում կոնֆլիկտային իրավիճակներում գիտեք մենք 1991-ին ընտրեցինք հրաժարվեցինք սոցիալիզմից եւ կանգնեցինք ազատական տնտեսության ճանապարհին, բայց հետո պարզվեց, որ այդ մեր ընտրությունը այնքան էլ մտածված չէր, որովհետև եթե խոսքը կապիտալիզմի մասին է, կապիտալիզմի մի տեսակ չկա, կապիտալիզմի տարբեր տեսակներ կա, շվեդական, ֆիննական, անգլիական, գերմանական, ամերիկյան, ֆրանսիական, բոլորը տարբեր կերպ ունեն եւ այդ բոլորը եւ պատմականորեն են հիմնավորված թե ինչու այդ ճանապարհին են հայտնվել եւ քաղաքակրթական խնդիրներով պայմանավորված դրանց կատարած ընտրությունը մենք կանգնել ենք այսպես կոչված արդեն բոլորը դրա հետ համաձայն են վայրի ազատականացման ճանապարհին երբ հանկարծ ոչինչ չունեցող մարդիկ դարձել են մեծ սեփականատերեր եւ այդ վայրի ազատականացման հետքերը դրա հարուցած process-ները միջև օրս
շարունակվում են։ Մենք չենք կարողացել տեսականորեն գնահատել թե եւ միջև օրս դա բացակայում է տեսական գնահատական այն բանի թե ինչ ազատականության ինչ մոդելում մենք գտնվում եւ որն է մեզ պետք, որն է մեզ հարիր, որն է մեզ համար համապատասխանում մեր ազգային խառնվածքին, մեր աշխարհագրական դիրքին, մեր հնարավորություններին։ Բայց ճշմարտության համար ուզում եմ մի դիտարկում անել, պարոն Մանասյան, որ իրականում մենք չենք էլ ընտրել, մեզ դա փաթաթել են առանց անգամ մեզ հարցնելու, առանց անգամ որևէ ռեֆերենդումի, առանց անգամ այդ ծրագիրը ներկայացնելու, համաձայն չեք դրա։ Իհարկե, տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի փլուզում անորոշ ազատականացման կարգախոսով, թե ազատականացման որ տարբերակն է հայտնի չի։ Չէ, փլուզումն էլ ազատականացման հետ այդպես չի կապ։ Իհարկե, ընդհանրապես պետություն է, որը որ դադարելագոյություն ունենալու։ Փլվել է եւ այդ ավերակների վրա առաջացած պետությունները ոչ մեկը կանխապես չի մշակել թե ինչ տարբերակով է գնալու։ Այդ նայում ենք, բայց տեսեք, խոշորների համար իրենց բաստողումները հաղթահարել ավելի հեշտ է, քան փոքրերի համար, որոնք զգում են ամենօրյա կյանքով զգում են խոշորների ազդեցությունը, ճնշումներն են զգում։ Հիմա մենք այդ փոքրերի թվին ենք պատկանում եւ աշխարհը գլոբալ աշխարհը մտել է մի վտանգներով հղի մի этап, երբ որը հատկապես վտանգավոր է փոքր պետությունների եւ փոքր ժողովուրդների համար։ Մենք ոչ միայն նկատի ունենք մրցակցությունը, որը ռազմական մրցակցություն, որ կատարում է խոշորների միջև եւ որի փեշերին չասեմ, այլ որի ազդեցության ոլորտներում կարող ենք մենք հայտնվել այդ կոնֆլիկտներում հայտնվել, ոչ միայն դա, այլև այն, որ դրանցից յուրաքանչյուրը փորձում է գրավել քաղաքական գլոբալ քաղաքական իմաստով կարևորագույն կետերը աշխարհում, որոնց թվին պատկանում է Հայաստանը։ Մենք պետք է գիտակցենք դա եւ պետք է պատրաստ լինենք արդեն 30, նույնիսկ ավելի շատ է անցել այն կոլապսից, մենք պետք է արդեն խելքներս այսպես հավաքենք եւ փորձենք տեսականորեն իմաստավորել եւ եղածը թե ինչ ճանապարհ ենք մենք անցել եւ այն թե ինչ պետք է անենք եւ իմ այս զրույցի գլխավոր բանաձևերից մեկը, որը ես ուզում եմ հնչեցնել այս ամբողջ զրույցի իմ ասացի, դա είναι թե ինչ պետք է անենք ընտրություններից հետո, ով էլ հաղթի, ինչ պետք է անենք եւ ես կարծում եմ, որ ով էլ հաղթի, մենք պետք է անենք այն ինչ չենք արել, դա իմանալ տեսականորեն իմաստավորել անցածողին եւ մշակել ազգային միասնական ծրագիր։ Այն որ բացակայում է այդ ծրագիրը, դա բազմաթիվ դրսևորումներ ունի։ Բազմաթիվ դրսևորումներից մեկը հասարակագիտության նկատմամբ կամ հարանքն է, որով իշխանությունները մոտենում են, բոլոր իշխանությունները մոտենում են սոցիալական իմացությանը, այնինչ այդտեղ պետք է այդ քաղաքագիտությանը, սոցիալական փիլիսոփայությանը, իրավունքին, որոնց դաշտում պետք է փնտրվի թե մենք ինչ ուղի ենք ընտրել, ինչի ենք հասել եւ ինչ պետք է գնանք։ Ես ներողություն եմ խնդրում, բայց կա նաեւ տեսակետ եւ այդ տեսակետը պակաս հիմնավորված չի, որ այդ ամբողջը հետևանք է տնտեսական կացուտեվային քաղաքականության, այսինքն տնտեսությունն է թելադրում դա, թե հակառակը։ Ինչպես է ձեր մոտեցումը։ Տեսեք, նախ երբ փլուզումը տեղի ունեցել, տարբեր հանրապետություններ տարբեր ուղի են ընտրել համեմատաբար էլի։ Մենք ընտրել ենք հիմնականում եղել է վայրի ազատականացման բանը, բայց նաև առանձնահատկություններով է եղել։ Մենք պարտավոր էինք իմանալ թե որ ուղին ենք ընտրում եւ դա մեզ պարտադրված չէր ինչ որ իմաստով մեզ ով է պարտադրել քանդել մեր հզոր տնտեսությունը եւ որպես մետաղի ջարդոն վաճառել նայեք մեր պետությունը ինչպես այն ժամանակ այնպես էլ հիմա դա մեկ կամ մի քանի անհատի ներքին համոզմունքի վրա արված
քայլեր են։ Ասենք հիմա էլ այդ նույն բանը կա ներքին համոզմունք մի խումբ մարդկանց կամ մի հոգու, դժվար է ասել, եւ այդ ներքին համոզմունքի վրա կատարում են գործողություններ, որոնք որ կարող է հետագայում շատ ծանր հետևանքներ ունենան կամ լավ հետևանքներ ունենան։ Չգիտեմ, ժողովուրդը կամ մտավորականությունը կամ ինչպես դուք եք ասում քաղաքական, փիլիսոփայական միտքը ինքը որևէ ձևով ազդեցություն չունի այդ որոշումների վրա, այն ժամանակ էլ չի ունեցել։ Հիմա ես ըստեյության ձեր ասածը ձեր հարցին մի տեսակ անողակի ձևով պատասխանել եմ, երբ ասում եմ, թե ինչ պետք է անենք եւ դա պետք է իմաստավորենք մեր այն ուղին, որով մենք անցել ենք եւ այն ուղին, որով մենք պիտի ընտրենք, դա խոսում է հենց այն մասին, որ դա եղել այնպես, ինչպես դուք նկարագրեցիք հենց, ինչ որ անհատներ հասել են իշխանության եւ արել են այն, ինչ ցանկանում են։ Այո, բայց խնդիրը հետեւյալն է, որ քանի դեռ այդ կառավարման այդ համակարգը չի փոխվել, ձեր ասած առաջարկությունը ինքը էլի մնալու է երազանքների դաշտում, այսինքն ոչ ոք չի նստելու, չի իմաստավորելու, չի քաղաքական գնահատական տալու, որովհետև այս ընտրություններից հետո էլ եթե հաղթեն այն քաղաքական ուժերը, ում շրջանակներում են հիմնականում պատկերացում հաղթանակը, այդքան իրենք չեն անելու։ Ես ձեզ հետ համաձայն եմ եւ դրա համար երբ ես ասում եմ տեսական իմաստավորում, դա պատասխանատվությունը դնվում է մտավորականության վրա առաջին հերթին։ Մտավորականությունը կարող է առաջարկել մոդելներ, բայց դրանց իրագործումը իրենցից կախված չի։ Տեսեք, մոդելի մշակումը եւ հայտնի դառնալը այս դարում խնդիր չէ, որ դա հնչեղություն ստանա։ Տեղեկատվական այս դարում խնդիր չէ, որ եթե կա մի լավ լուծում խնդրի, նա ստանա տարածում, բայց ցավոք եմ ասում եւ ես կիսում եմ ձեր ցավը, որ մտավորականությունը մինչ օրս այդ առաքելությունը, որ դրված է վրա, չի ստանձնել այնուամենայնիվ։ Մենք դժվար կացության մեջ ենք տնտեսական, կենցաղային, մտավորականությունը, բայց այնուամենայնիվ ազգային մեր ազգի գոյության խնդիրը մեր միտքը պետք է անպայման կենտրոնացենք այն բանի վրա, թե ինչ ուղի ենք անցել եւ ուր պետք է գնանք։ Եթե դա գիտնականները, փորձագետները, լավ, բարձրակարգ մասնագետները դա քննարկեն, հանրայնորեն քննարկեն, մշակեն, ընդունեն, ցավն է, որ այդպեսի քայլեր մտավորականությունը չի անում։ Ես դրա համար եմ ասում այդ բոլորը։ Ինչ ենք անելու, իմ խոսքը ուղղված է առաջին հերթին մտավորականությանը։ Նա այն ուժերը, որ հաղթելու են, կարող է եւ շահագրգռված չլինեն դա անեն։ Եվ ավելի շուտ շահագրգռված չեն լինելու նույնիսկ։ Բայց եթե դա այդպես եղավ, ապա բոլոր ազգերի մոտ միտքն է, ասինքն մտավորականությունն է վառել ջահը եւ իմացության ջահը եւ քայլերի ճանապարհը ցույց տալու լուսարձակն է վառել մտավորականությունը։ Այս իմ ասացիայս ամբողջ խոսքի կարգախոսն այն է, թե ինչ պիտի անենք ընտրություններից հետո։ Ես չեմ ասում, թե ես ասում եմ, որ ընտրությունից առաջ բան չենք արել եւ խնդիրն այն է, թե ինչ պիտի անենք ընտրություններից հետո։ Անլուծելի խնդիր է դա մեր տեսական մտքի համար ոչ։ Մենք ունենք հասարակագետներ, իրավաբաններ, քաղաքագետներ, որոնք կարող են այդ հարցը լուծել, համատեղ քննարկել եւ լուծում տալ այդ հարցին, գնահատել, թե ինչ սխալներ ենք մենք թույլ տվել, ճակատագրական սխալներ վայրի ազատականացման ճանապարհին եւ ինչ ազատականացման ինչ մոդել կամ այդպես ասենք, լավ, էլի այդ տերմինը օգտագործենք, ազատականացման ինչ մոդել պետք է ընտրենք, որպեսզի հաղթահարվեն դժվարությունները, բայց դա ենթադրում է նաև հասարակության քաղաքական, սոցիալական
կառավարման համակարգի որոշակի փոփոխություններ անպայման ենթադրում են դրանք մի օրվա խնդիր չի լինելու դա ակնհայտ է դա բարդ խնդիր է եւ մենք պետք է կարողանանք այդ խնդիրը այնուամենայնիվ լուծել Չնայած իմ ցանկությանը ներողություն որ այդպիսի բան կատարվի ճիշտ հասկացեք ես պարզապես հիմա արարքում եմ ձեզ ելնելով ռեալ փորձից եւ ռեալ իրավիճակից տեսեք ես որպես նոյանտապանի ղեկավար հիմա իմ դարակում կարող ենք ես հաղորդումից հետո գնալ եւ առնվազն 7-8 այսպես ասած մշակված մոդել ցույց կտամ պետության կառավարման ինչ բաներ պետք է լինեն տարբեր մարդիկ քանի որ իրենց չեն լսում չկա այդ տեղը որտեղ իրենք կարող են դա գնալ բացատրել եւ ցույց տալ որ պետք է այսպես կառուցված լինի եւ ոչ այնպես բերում են լրատվամիջոցին տալիս են քանի որ մենք այդ հարցերին հաճախ ենք անդրադառնում բերում են տալիս են այդ մոդելը ասում են դե ծանոթացեք, կարդացեք, տեսեք, ինչքան ճիշտ եմ եւ այլն, կարծելով որ այդ ճիշտ կամ սխալն է որոշում այդ մոդելի հետագա ճակատագիրը։ Բայց ցավն այն է, որ դրանից հետո որքան էլ ճիշտ լինի կամ սխալ լինի այդ մոդելը, դեպի իրագործում ճանապարհը կարծես թե պարզ չէ։ Շատ լավ, մենք հրապարակեցինք այդ մոդելը, ասենք 1000 հոգի կամ 10000 հոգի կարդացին։ Դա չի բերում նրան, որպեսի այդ մոդելի շուրջը այսպես 100,000-ավոր մարդիկ համախմբվեն եւ ստիպեն կառավարությանը կամ ուրեմն իշխանություններին այս մոդելը ընդունել որպես գործող հիմք։ Այստեղ պետք են քաղաքական ուժեր, որոնք այդպես կաշխատեն։ Իսկ մեր քաղաքական ուժերը հիմա ասենք մրցում են ոտ 2 տասնյակ քաղաքական ուժեր որևէ ծրագրային այսպես հակամարտություններ դուք տեսել եք ես ընտրություններ դեռ մի շաբաթ ունենք կա այդպիսի բան որ ասում եք սրա ծրագիրը ավելի լավն է սրա ծրագիրը ոչ խոստումների մակարդակում կարող ենք նույնիսկ տարբերություններ տեսնել խոստումների բայց ծրագիրը ուրիշ բան է, սոցիալական ծրագիրը ուրիշ բոլորովին ուրիշ բան է։ Ես ձեզ հետ համաձայն եմ։ Այդ որ ասում եք գալիս են, տպագրում են եւ ես դրանց թվին եմ պատկանում։ Այսինքն ես ինձ վրա եմ դա ընդունում, որ այո, որոշ հետազոտություններ ես արել եմ, սակայն դա մնացել է եթերում, դա մնում է դարակներում, գրադարաններում եւ իմ խոսքի պաթոսը այն պիտի լինի, որ հերիք է մենք նույնիսկ այդ մարդիկ իրար հաճախ չեն հանդիպում այդ որ առաջարկում են այո իրար միանշանակ նույնիսկ իրենք չեն մենք պետք է մտավորականություն պետք է գտնի այդ իմ ելույթի նորից ասեմ պաթոսն այն է որ այն մտավորականները որոնք գտնում են որ պետք է փոխվի եւ պետք է մշակվի ծրագիր որ նրանք իրար ճանաչեն, իրար կանչեն, մոտենան իրար եւ այդ դեպքում նա դառնում է ոչ թե դարակի վրա դրած գրքի արժեք նրանց գրած, այլ դառնում է ուժ, սովորական, սոցիալական ուժ է դառնում, այնինչ կարող են հետո մտածել թե ինչպես ընդնայնեն դաշտը իրենց այդ եթե դա գիտեք չկա մի երկիր, այդպիսի պատմությունը չգիտի այդպիսի երկիր, որտեղ մեծ գաղափարի շուրջը համախմբվելուց չսկսվի որևէ կարևոր փոփոխություն։ Այդպիսի բան չկա, բոլոր պետություններում այդպես է եղել։ Լավ թե վատ նույնիսկ։ Վատերում էլ այդպես Հիտլերը իրենով սկսվեց Գերմանիայի փոփոխությունը։ Այնպես որ իմ ասածը համաձայնվելով ձեզ հետ, որ կրավորական մենք ունենք կառավարական մտավորականություն, այսպես գեցվածքով մտավորականություն, եւ որ վերջը ժամանակը եկել է որպեսզի գիտակցենք, որ մենք այլ ուժ չունենք շատ մեծ նշանակալի ուժ, որով մենք կարողանանք քան գիտական ուժն է, թե քան գիտության ուժն է, դինի դա բնագիտության ոլորտում
որ կարող է ռազմական տեխնիկա դառնալ, լինի դա հասարակագիտության ոլորտում, որ կարող է սոցիալական համաձայնության, համերաշխության եւ ճիշտ ընտրության մթնոլորտ ձևավորել։ Այնպես որ դուք ճիշտ եք նկատել, շատ ճիշտ եք նկատել։ Ես էլ գտնում եմ, որ համաձայնելով ձեզ հետ համաձայնելով ձեզ հետ մտածում եմ, որ մեր մտավորության խնդիրն է, որ ճեղք է։ Շատ լավ, եկեք մի հատ վերլուծենք այդ դեպքում, մի հատ հասկանանք, գուցե որտեղ է թաքնված այդ մտավորականության գրավորական կերպի գաղտնիքը, ինչու են գրավորական, չէ՞ որ մենք քաղաքակրթության պատմության մեջ տեսել ենք, որ մտավորականները իրենք նույնիսկ անձնազոհաբար փորձում են գիտական ճշմարտությունը ապացուցել եւ հաճախ էլ այդ գիտական ճշմարտությունը ընկնում է կամ այս կամ այն տեսության հիմքում։ Ես առաջարկում եմ հիմա դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո փորձենք պատասխանել այս հարցին, ինչու է մեր մտավորականության վիճակը այսպեսին։ Գովազդը եթերում, սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եվ այսպես մենք շարունակում ենք մեր հաղորդումը Փիլիսոփայության գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդր Մանասյանի հետ եւ վերադառնանք մեր հարցին, ինչու է այնուամենայնիվ մեր մտավորականության կեցվածքը այսքան գրավորական։ Ես ունեմ իմ դիտարկումները, բայց սկզբից կուզենայի ձեզ լսել։
Ես դրա մեջ տեսնում եմ խորհրդային ժամանակների իներցիան, այն ժամանակ գիտեք ինչ կարգապահություն կար, պետական այսպես կոչված կարգապահություն, բոլորը հսկողության տակ էին եւ շատ դժվար էր որևէ կերպ այդպես քննադատական խոսք ասել, վտանգավոր իշխանության համար վտանգավոր խոսք ասել, չնայած այդ ժամանակ գտնվում էին մարդիկ, որոնք դեմ էին դուրս գալիս եւ իհարկե նույնիսկ ակսորում էին, բանտարկում էին, այդ մարդկանց բանտարկում էին, բայց այնուհետև զանգվածային пассивությունը, կրավորականությունը հատուկ էր։ Հիմա արմատը մենք տեսանք, որ սոցիալական է։ Ինչ որ էական փոփոխություն ազատականությունը մտավորականի համար չի բերել խորհրդայինից այս կողմ, որովհետև ցածր աշխատավարձները մի կերպ աշխատանքի տեղավորված մարդիկ վախենում են իրենց աշխատատեղը կորցնելուց եւ այդ իմաստով շատ զգուշավոր են եւ վախենում են խոսել։ Բայց հիմա էլ է պահանջվում էլի ազատ մարդկանց հզոր մարդկանց կարիքը կա, քաջերի կարիքը կա, որոնք կարող են ճեղքել այդ լռության բանը, որովհետև պետք է միայն մի բան գիտակցվի, որ մեր ազգը բարձր գիտությունից բարձր գործոն, ավելի դրանից ավելի բարձր գործոն չունի, որովհետև շատերն ասում են ռազմականության մեջ դրված է, ռազմական տեխնիկայում գիտություն է դրված։ Շատերն ասում են, չէ, սոցիալական արդարություն, դրա մեջ գիտություն է դրված, առանց գիտության չեք կարող ստեղծել հասարակություն, որտեղ համերաշխության, համաձայնության, ներքին համաձայնության հարցերը լուծված են այն ձևով, որ պայթյունավտանգ չէ, սոցիալական պայթյունավտանգություն չունի հասարակությունը, այդպիսի առանց գիտության չեք հասնի դրան։ Բայց մեր այս պահին մեզ մոտ, տեսեք, ես ասեմ հետո գնանք, ուրեմն գիտության նկատմամբ վերաբերմունք։ Խորհրդային իշխանությունների ժամանակ էլի մեր գիտությունը ոչինչ։ Նրանից հետո էլ ոչինչ։ Տեսեք, հիմա մենք վատ տեղ չենք գրավում բնագիտական գիտելիքների բնագավառում եւ ընդհանրենք սկոպոսում տրված տպագրված հոդվածներով հայերը մեր հանրապետության գիտնականները վատ տեղ չեն գրավում, բայց խնդիրը այն չէ, դարձյալ դա մնում են մակարդակին, ինչ դրված է դարակում, հատկապես սոցիալական գիտելիքի բնագավառում։ Եվ քանի որ սոցիալական գիտելիքի մեջ վտանգը երևում է իշխանության համար, ինքը տարբեր ճանապարհներով պետք է դրա ճանապարհը փակի, եթե ինքը չունի սեփականը կամ ունի սեփական մի սխալ պատկերացում, որով ինքը առաջնորդվում է, եւ դրա համար ինքը պետք է սոցիալական մտքի ճանապարհը փակի։ Չգիտեմ, գիտությունների ազգային ակադեմիայի գլխին, որ բերում են հիմա, փակում են, ես չեմ կարողանում թաքցնել, որ դրա տակ փոխանակ ակադեմիան ուժեղացնեն, համարյա փակման մի բան է կատարվում, ցրվում է։ Բայց եթե չկա պետության կողմից ակադեմիային պատվեր տարբեր բնագավառներում, սոցիալական, գիտական, բնագիտական, ես ընդհատեմ, այդ դեպքում ակադեմիան դառնում է ավելորդ։ Եթե պետությունը չի դիտում ակադեմիան որպես իր զարգացման գործիքը, իր գործիքը, որով ինքը պետք է աշխատի դրսի հետ, ներսում աշխատի, նա դառնում է ավելորդ, նա դառնում է դարակներում դրված հոդվածների շարք, որը պետք չէ իշխանություններին։ Այսինքն իշխանության եւ գիտության միջև կապը եթե չկա, այդ գիտելիքը դառնում է ավելորդ։ Եվ գուցե մենք խոսենք այստեղ գիտահենք կառավարման։ Դա էլի հենց դա։ Հենց սահմանենք էլի տերմինը, որ գիտահենք կառավարումը կատարվում է գիտությունից կտրված զուտ անձնական համոզմունքների հիման։ Այո, բառը ճիշտ եք ասում, ճիշտ եք ընտրում կատեգորիան, այսպես բառը չէ դա կատեգորիան, գիտահենք կառավարում չկա մեզ մոտ։ Սոցիալական բնագավառում առավելապես չկա։ Տնտեսագիտության մեջ կա։ Չէ, տնտեսությունը իհարկե չկա։
իհարկե չկա։ Նայեք, մի այստեղ մի հետաքրքիր բան կա, այդ ազատականացման հետևանքները, ուրեմն 100%-ով ազատականացումը դա նշանակում է պետության 0 ֆունկցիա։ Այո։ Բայց պետությունը պատասխանատու է իր այդ միջավայրի գոնե այդ միջավայրի ստեղծման համար, որտեղ շուկան պիտի աշխատի։ Եվ եթե այդ շուկան էլ կարող է աշխատել այդ իդեալական ձևով, եթե չկան այդ արտաքին, քաղաքական, անվտանգային հազար խնդիրներ, որոնք որ այդ մոդելը, որպես այդպիսին այդ լրիվ ազատ տնտեսության, իրանք բոլոր տարբեր առումներով, դա գիտեք, նման է մի հատ մոդելի, որը ֆիզիկոսների մոտ սովորաբար ասում են, այ եկեք համարենք, որ շփում չկա, այս չկա, այն չկա, եւ ինչ-որ մոդել են կառուցում, որը որ ճիշտ է, եթե այդ ֆակտորները չկան, բայց չէ որ այդ ֆակտորները կան իրականում։ Եվ ստացվում է, որ մեր մոտ այդ ազատականությունը, վայրի ազատականությունը, որի մասին դուք խոսեցիք, ինքը բերեց նրան, որ փաստորեն պետության դերը որպես այդպիսին զրոյացվեց։ Եվ այնտեղ ով գրփող էր, ով ավելի ուժեղ էր, ով կարողանում էր արմունկներով գնալ, ինքը ունեցավ հաջողություն, մնացածները ոչ։ Տեսեք, այդ անտեսությունը, որի մասին դուք խոսում եք, դա այն է, որ պետությունը պետք է գիշերային պահակի դեր կատարի ընդհանրապես, այդպես բուրժուական հեղափոխությունների դարաշրջանից սկիզբ առած պատկերացում է, որ պետությունը չպետք է էլի խառնվի, բայց գիտեք, ցանկացած բարդ համակարգ կառավարում է ենթադրում։ Բարդ համակարգ ինքնակառավարվող բարդ համակարգեր, ինքնակառավարվող բարդ համակարգեր բնության մեջ իհարկե կան, սակայն խնդիրները, որոնք ծագում են ժողովրդի առաջ են ծառանում, որոնք ծառանում են պետության առաջ, պահանջում են կազմակերպական գործոններ, կազմակերպական ջանքեր են պահանջում, եթե գիտակցված է, որ մենք պետք է այսպես գնանք, դա տարերայինորեն չի կարող լինել։ Այդ տարերայինությունից դուրս բերող գործոնը, մարմինը, ինստիտուտը, դա պետությունն է, դա իշխանությունն է, որովհետև եթե իշխանությունը ընդհանրապես չկա, դե ազատականացման ծայրահեղ մոդելներ կան հիմա, եթե չկա, ապա բազմաթիվ սոցիալական հարցեր մնում են չլուծված։ Այնինչ ներդաշնակությունը եւ հասարակության որպես համակարգի ուժեղությունը, այսպես ասեմ, հզորությունը պայմանավորված է նրա ներքին նրանում սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության գործոններով, որոնք այնտեղ չկան։ Տեսեք, կա այսպիսի մի բան, դե թողեք մրցենք, էլի, ազատ մրցենք, չէ՞։ Բայց այդ ազատ մրցակցության պայմաններում ստեղծում է անհավասարություն նաև, դա խորը փիլիսոփայական թեմա է։ Ենթադրենք մրցակցում են երկու ընկերություններ, մեկը հաղթում է մյուսին, այն մեկը տապալվում է եւ դա ողբերգություն է եւ դա այդ ողբերգությունները այդ մոդելի մեջ իրենք հաշվարկված են, այդպես էլ պիտի լինի, այսինքն իսկ ով ասել որ դա լավագույնն է։ Դե հենց դրա մասին է խնդիրը, բայց մենք մի քիչ հեռացանք մեր քննարկման թեմայից, ընտրություններ են եւ մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերից եւ ոչ մեկը, ովքեր քաղաքական նպատակն են դրել, որովհետեւ կան ուժեր, որոնք նաեւ քաղաքական նպատակ չեն դրել իրենց առաջ, դրել են ուրեմն կարգի բերելու նպատակ։ Ուրեմն քաղաքական նպատակ դրած ուժերից մեկը ոչ մեկ հաղթելուց հետո ինքը չի անդրադառնալու այս խնդրին։ Այսինքն ստացվում է, որ այդ մտավորականությունը դուք ձեր նախաձեռնությունը պիտի մտածի երևի ինքը քաղաքական ուժ դառնալու մասին։ Չի բացառվում դա ճանապարհներից մեկն է, բայց ես կարծում եմ, որ գտնվեն նաև այլ բաներ, էլի, այլ միջոցներ։ Եթե այդ գաղափարի պարտադիր չէ, որ այդ գաղափարի հեղինակը դառնա
բայց պարտադիր է որ դա դառնա որևէ գաղափար դառնա գաղափարի գրողները շատ լինեն Շատ լավ։ դառնա ուժ Հիմա դուք տեսնում եք մեր քաղաքական ուժերի մեջ այնպիսի ուժեր, որոնք գիտության դերը մանավանդ սոցիալական գիտության դերը միանշանակորեն տեսնում են կառավարման մոդելի մեջ։ Ես չեմ վստահ չեմ որ կա վստահ չեմ որ կան տեսեք 19 բան ունենք չէ 19 կուսակցություն եւ քաղաքական ուժ մասնակցում են ընտրություններին հիմա պետք է իհանդրի որ նրանք տարբեր են քաղաքական տարբեր ծրագրեր են թե միասին լինեին նույն ծրագիր լիներ կմիա ուրեմն տարբեր են 10 տեսեք 10 փաստ չէ կարող են նույն ծրագրով, բայց տարբեր ամբիցիաներով մարդիկ բայց ծրագիրը եթե բանանք ընդհանրենք 19-ից 10-ը վերում ենք ընդհանրացնելով, ասում ենք 10 ծրագիր կա, հա, թող կրկնվողերը լինեն։ Բայց մեր ճանապարհը, որով պետք է գնանք, մեկն է լինելու։ Եվ եթե այդ 10-ն էլ տարբեր բաներ ասում առանց անդրադառնալու գիտական տեսական հիմնավորվածության խնդրի, ապա նրանք կամ կարող են նրանցից եթե տարբեր բաներ ասում ոչ մեկը ճշմարտություն չի ասում, էս է ասածս։ Այսինքն ճշմարտությունը մեկն է, դեր ասածը դա է։ Այո։ Եվ այդ 10 ծրագրերից եթե լինեն մեկն է ճշմարիտ լինելու, բայց ծրագրերն էլ չկան։ Մի րոպե, կարող է մեկը ճշմարիտ լինել, սակայն կարող է ինքն էլ ճշմարիտ չլինել։ Կարող է ինքն էլ չինել, 10-ն էլ շատ լավ է, դեպքում ինչ եք առաջարկում մեր հեռուստադիտողներին, որոնք մի շաբաթ հետո ընտրության են լինելու եւ իրենք էլ չեն ուզում, որ այդ իրավիճակը շարունակվի։ Առաջին բանը, որ ես պետք է ասեմ, դա այն է, որ անպայման պետք է գնալ ընտրությունների։ Վերջերս հայ մտավորության ֆորումի ավակների խորհուրդը հանդես է եկել մի հայտարարությամբ մի կոչով հորդորով, որով նորից կոչ է անում ավակների խորհուրդը կոչ է անում, որ բոլորը գնան ընտրությունների, որովհետև եթե չեն գնում ընտրությունների, ապա իշխանության է գալիս մի ուժ, որը ասենք թե 10-15%-ի պաշտպանության պարագայում խոսում է ամբողջ ազգի անունից, որ եւ նրանց անունից, ովքեր դեմ են իրեն, եւ նրանց անունից, ովքեր բոյկոտել են ընտրությունները։ Դրա համար գոնե այդ բանը ինչ անելու համար, բացառելու համար այդ վատ հետևանքը պետք է գնալ ընտրությունների եւ ուշադիր հետեւել եւ կատարել ընտրություն միջև ընտրատարած գնալը միջև քվեատոփի մոտ հայտնվել ընտրատար, բայց անպայման գնա։ Սա առաջին բանն է, որը ավակների խորհուրդը ուրեմն որով հանդես է եկել, բայց ավակների խորհրդի հայտարարության մեջ կան հարցադրումներ, որոնց մի երկուսի մասին մենք խոսեցինք, օրինակ վայրի ազատականացման բացասական հետևանքները, որ միջև հիմա մենք զգում ենք, օրինակ գիտությանը տեղ չտալը կառավարման համակարգում, օրինակ իշխանություն եւ գիտության կապի, ինստիտուցիոնալ կապի բացակայությունը, այդ բոլոր հարցերին ավակների խորհուրդը իր հայտարարության ընտրությունների կապակցությամբ արված հայտարարության մեջ անդրադարձել է։ Եվ բայց ես ներողություն եմ խնդրում, այդ հասկանալի է, այդ ամենը ինչ որ դուք ասում եք, շատ կարեւոր է։ Բայց միթե դուք համաձայն չեք նաև այն մտքի հետ, որ այն կանոնները, որով մենք ընտրության ենք գնում, իրենք են բերում այդպիսի անգաղափար, ոչ գիտական վիճակի։ Այսինքն դուք որպես մտավորական հնարավորություն ունեք լինելու խորհրդարանում ձեր մտքերը առաջ տանելու համար։ Կարծում եմ, որ ոչ, եթե չմիանաք որևէ քաղաքական ուժի, որովհետև միայն քաղաքական ուժերն են որոշում։ Հասկանալի է։ Երկրորդը, արդյոք դուք կարող եք այդպիսի գրավ հավաքել, արդյոք կարող եք այդպիսի շեմ հաղթահարել։ Այսինքն, այս իրավիճակը, որը որ ստեղծված է,
Արդյոք այդ մեխանիզմի արդյունք չէ, թե ինչպես ենք մենք ընդդեմ։ Անկասկած այդ մեխանիզմի արդյունք է, երկու միտք պետք է ասեմ։ Առաջին այն է, որ իմ խոսքի իմաստն այն էր, պաթոսն այն էր, որ թե ինչ ենք անելու հետո։ Երկրորդը այն է, որ այդ կուսակցություններից մեկը առաջարկում է այնուհետև շեմա այնքան իջեցնել, որ դա հնարավորություն այս գաղափարներին հասնելու քննարկման առարկա դարձնելու իշխանություններում։ Դա կարծեմ դեմ եմ բոլորին դեմ եմ բանն է։ Դա իհարկե ծրագիր չէ, ինքնին ծրագիր չէ, սոցիալական բան, քաղաքական, բայց կուսակցությունը առաջարկում է նախապայման ուղղակի այնպիսի մի բան, որից հետո հնարավոր կլինի այդ հարցերը բերել հրապարակ։ Սակայն մեծ գործը ընտրություններից հետո մեծ գործը պիտի մենք համարենք այն, թե ինչ սոցիալ-տնտեսական ծրագիր ենք Հայաստանի համար մենք մտավորականությամբ համաձայնեցում, հասկանում, մեր տեղը աշխարհում, մեր տնտեսական զարգացման ընթացքում թույլ տված սխալները, դրանց կապը քաղաքական համակարգի հետ, թե ինչ մենք մի անգամ այդպիսի, հիմա ես վերջացնում եմ, մի անգամ այդպիսի մի հաղորդում արել, ես էլ ունեմ այդպիսի գաղափար, ես բազմաթիվ հեղինակներ կան, որոնք այս թեմայով գրում են, հրատարակում են եւ դարակներ համար, մեկն էլ ես։ Առաջին քայլը, որ պետք է արվի, դա պետք է այն լինի այն, որ այդ մարդիկ հավաքվեն միտեղ եւ այլ մասնագետների ու փորձագետների ներկայությամբ ներկայացնեն այդ ծրագրերը եւ տեսնեն հնարավոր է արդյոք միասնական մի ծրագիր մշակել։ Այստեղ իհարկե մի հատ տեսական խնդիր կա, որ ես ուզում եմ որպես փիլիսոփայի ձեզ տալ այդ հարցը։ Դուք կարծում եք, որ հնարավոր է տարբեր մտածող մարդկանց, տարբեր հայացքներ ունեցող, տարբեր պատկերացումներ ունեցող թեկուզ գիտական շրջանակների մարդկանց մեջ կոնսենսուսի գալ ինչ որ ծրագրի շուրջ։ Ես վստահ եմ դրանում, որովհետև այդ ծրագրերի մեջ նախ դրանք պետք է առաջնորդվեն այդ հավաքողները, նրանք հավաքվողները, ովքեր պետք է քննարկեն հարցը, պետք է մի տեսակ գան դրանք պետք է լինեն մարդիկ, որոնք պատրաստ են հրաժարվելու իրենց մտքից, որոնք պատրաստ են քննարկելու, ընդունելու իրենց սխալը, գնահատելու դիմացինի եւ փնտրելու օբյեկտիվ հիմքեր, որոնց վրա գնահատելու ալտերնատիվ ծրագրերը, այլընտրական ծրագրեր են լինելու այդտեղ, անկասկած դրանք են հավաքվում հենց, եւ համեմատել, լսել միմյանց եւ կազմել այն գաղափարների փոքրիկ ցուցակը, որի շուրջ իրենք համաձայն են, եւ հետո դա տարածել։ Ես դա լուծելի հարց է։ Ես կարծում եմ դա լուծելի հարց է։ Եթե չեն տարապում, այնպես բանով, թե ես եմ միակ աշխարհի կենտրոնը, ես եմ ճիշտ ասողը։ Իսկ չեն տարապում։ Դե կարող եւ տարապող լինի, բայց եթե 2-3 հոգի գտնվեն, որոնք այդ բանը անեն, այդ գործը անեն, դա մեծ գործ կլինի, դա սկիզբը կլինի։ Շատ լավ, դե կհետևենք իրադարձություններին, եթե որևէ բան եք ավելացնելու, ասեք։ Ես գտնում եմ, որ մենք պետք է ընտրություններից հետո մտավորականությանն եմ ասում, այլ գեցվածք ընդունենք։ Մենք մեր երկրի տերը պետք է լինենք եւ դա գիտական հարց է, թե ինչ ուղի պետք է ընտրենք։ Ուղու ընտրությունը գիտական հարց է։ Այս բազմագույն աշխարհում, որտեղ չինական սոցիալիզմը տնտեսապես հաղթում է ամերիկյան կապիտալիզմին, արևմտյան կապիտալիզմի տարբերակին, որտեղ միջազգային իրավունքը արժե զրկվել է եւ ուժը բացահայտ փոխարինում է այս պահին միջազգային հարաբերություններում միտումը այդպիսին է, որ միջազգային իրավունքի նորմերը այլևս չեն գործում եւ Ադրբեջանի ժամանակ առ ժամանակ ունենում ենք պատմության ընթացքում տարիներ երբ այո, բայց պետք է ասեմ, որ այս միտումը միջազգային իրավունքի արժեզրկման միտումը կշարունակվի այնքան մինչև դեռ գլոբալ հավասարակշռություն չի հաստատվել։ Գիտեք, իրավունքը գործում է հավասարների դաշտում։
Իսկ հիմա գնում է process, երբ բարդ չէ թե ով է։ Այո։ Եվ բայց հենց այդ վտանգավոր փուլում էլ մենք պարտավոր ենք հավաքվել եւ լուծել մեր ազգային հարցերը։ Տեսականորեն։ Շնորհակալություն պարոն Մանասյան հետաքրքիր զրույցի համար, սիրելի Լսեք։ բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանի հետ։ Հաղորդումը ավարտելուց առաջ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Նոյան Տապանը նախաձեռնել է ևս մեկ հարցում հասարակական կարծիքի, այսինքն ընտրություններից առաջ, թե որ ուժերին են նախընտրում, եւ այս հաղորդման ներքևի մասում YouTube-ում դուք կարող եք գտնել այդ հարցումը եւ հորդորում եմ մասնակցել, որովհետեւ մենք հարցումը հրապարակելու ենք, պատասխանը հրապարակելու ենք ամսի 5-ին, ուրեմն լրության օրվանից առաջ եւ կպատկերացնենք, թե մեր հեռուստադիտողների շրջանակում որ քաղաքական ուժերն են ավելի սիրված եւ ընդունված։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։